Ես ճիշտն ասած Աբովյանի մի հատ կնիկ կար եկավ Սաբապ դարավ ասաց մի լավ խելոք կնիկ աղջիկ կա արի ուզենք ես էլ չէի ուզեմ փսակվեի вообще զորով բերին գլուխս կապեցի Պարոն Խաչիկի ջահել տարիները լի էին հակասություններով ու չդադարող որոնումներով, ապրում էր օրով, հաճախ առանց վաղվա մասին մտածելու, ամուսնանալու կամ հաստատուն կյանքով ապրելու միտք չուներ, արկածախնդիր բնավորությամբ երիտասարդը միշտ մի նոր պատմության, մի նոր փորձության մեջ էր, կենցաղային կռիվներ, արկածներ, մի խոսքով այդ տարիներին Խաչիկի կերպարը խտացնում էր մի տեսակ ազատության ու ըմբոստության փիլիսոփայություն, որին շատերը զարմանքով, իսկ որոշներն էլ հիացմունքով էին նայում, բայց ոչ խստաբարո հայրը, ում պահանջով էլ երիտասարդն ամուսնացավ։ Իմ հերն ասեց պետք է փսակվես սերունդ ունենաս ես շատ բան էլի շուստերի տղա էի չի ուզում փսակվեի վերջը փսակվեցինք դե մի կերնիկա փսակվել եմ երեխեք ունեմ թոռներ ունեմ 4 հատ ծառ ունեմ Աբովյան էի աշխատում կարի ֆաբրիկան ընդ տալսա հետս էր աշխատում կամ տեսավ էլ ինքն Հավանեց ձեզ։ հա աղբորը բերեց այտենց վերջը բախտ էր էլի բախտի բաներ վիճակվավ Այդպես խելքը գլուխը հավաքեց ու ընտանիք կազմեց, արդեն 52 տարի միասին են պարոն Խաչիկն ու տիկին Նախշունը, որոնց տունը դարձել է ապաստարան փափկամազիկների համար։ Գրիգորյանների տանը հանգրվանած մի քանի տասնյակ չորքոտանիներն են պարոն Խաչիկին ապրելու ուժ տալիս։ Մոտ 20 տարի առաջ զրկվել է քայլելու կարողությունից ու ապրում է կենդանիներին խնամելու առաքելությամբ։ Բարիությունը կփրկի այս աշխարհը կամ վերանալու են կամ լավ մարդիկ գալու են ղեկավարեն ու մարդիկ լավ կապրեն իսկ եթե սենց դավաճան եղան կորելու են գնան մարդիկ դեն ասում են ինչ-որ 70% մարդը վերանալու դե իրանք չեն հասկանում որ չի կարելի վատ բան անել մարդկանց դու մարդու լավություն ես անում ինքդ թարս աչքով է քեզ նայում ուզում է որ քեզ վատություն անի եմ կարա առանց սրանց ասում եմ չես ուզում դուրը փակում եմ ինքը սենյակ կատուններ չեն գալի մեկ ասենք որ ես գնում եմ գալիս եմ ինքը չի կարող խոսալ էլի պետք է իրար հասկանան լավը լեն իրար այդ նախանձությունը սրանց այս մարդկանց Հայաստանը վերացնում է պետք է նախանձ չլինեն էլի մարդիկ պետք է բարի լինեն Տիկին Նախշունը փափկամազիկների հետ չի հաշտվում, բայց ամուսնու որոշումը հարգում է։ Ապրում են կենսաթոշակով, անասուններ չեն պահում, միակ եկամուտն այգին է։ Զորական գյուղն ունի 2 անուն, մեկը պաշտոնական, մյուսը Սիրելի։ Տավուշի մարզում գտնվող այս գյուղի բնակիչների համար Սիրելի անունը Չարդախսուն է։ Հերոս գյուղ ունենք հպարտությամբ, ասում է պարոն Խաչիկը։ Ես այդ գյուղում եմ ծնվել 47 թվին։ Առաջ մեր գյուղացիք թուրքերի հետ կռիվ են արել 200 հոգով 300 հոգով շամխոր են մտել ընդ Չարդախլու գյուղը որ եղել է եկել են այնտեղ թուրքերը փախել են մեր գյուղից սաղ բախեցել են շատ ուժեղ մարդիկ են ես էլ եմ ուժեղ տղա եղել հերոս տղա եմ Պարոն Խաչիկի կյանքն անցել է ԽՍՀՄ անծայրածիր երկրի ճանապարհներին տասնամյակներ շարունակ վարորդ է աշխատել, ում վստահվում էին կարևոր հանձնարարականներ ու պատասխանատու երթուղիներ։ Ոտքի տակ է տվել Խորհրդային Միությունը հարավից մինչև հյուսիս, քաղաքից քաղաք, երկրից երկիր։ Չնայած ճանապարհների դժվարություններին, եղանակային խոչընդոտներին ու երբեմն նաև ռիսկերով լի իրավիճակներին միշտ հաջողել է։ Սայուզ գազում, տրանսգազում եմ աշխատել գնացել եմ ստեղից, ուրեմն ուղարկել են Արալյան լիճ, ընդեղ պետք է բան անեն, մեր ավտոնները պետք է ընդեղ կապեն, պոեզով տանեն Ուկրաինա, Ուժգորոդ, Ուրենգոյ Ուժգորոդ, էլի այդ գիզն ենք ասում, Ռուսաստանից տանում են Ուկրաինա, վերջ հետենց ասին պետք է գնաս
այդ ավտոների համար 40 անց շպալ, մի բուխտել կատան կա, պետք է տանես, որ կապեն, էլի, պետք է 3 օրեմ հասցնես, ասի կհասցնեմ, մենակ, հելա ուստեղից ճամփան գա, 4000 կիլոմետր անապատի մեջով անցել եմ, գնացել Արարյան լիճ, հասել, շերցերեք քշմի, են շոք էր հոգոստոս ամիսներ, մեռնում ենք շոքից, սևացելի դարել նեգր, ջուրել չկար խմելու, մենակ խաղող ձմերուկ եմիշինք ուտում, էդ էր, վերջը հասանք ընդեղ, արդեն տեսա ավտոնները կապել են, չէին պատկերացնում, որ ես կարող է 2 սուտկա ու կես եմ հասնեմ ընդեղ, ասին, մեր տղերք ասին, ոնց ես դու մենակ ռիսկարել եկել ես, մենք կալոնայով ենք գալի, ինքն էլ մի շաբաթում չենք կարում հասնենք ընդեղ, դու 2 սուտկա ու կես եմ եկել ես, ինքն էլ մենակ, բա որ ավտո ճամփինգային էր, դե ասի էլ իմ բախտն էր, վերջը եկանք տեսանք պոեզը անապատի մեջ բաժար անգել, սալդատները բան ավազով ուզում են հանգցնեն, ես էլ ասի, ինչ բանա, բավր ավտոս հանկարծ ստեղ, ասենք խարաբլի, ես ինչ կանեմ, բա իմ ասելն ու ավտոն չհանգավ, ասի մեռանք, ընդեղելով մենակ ալնում, ոչ մի ճամփ է, այդեղ սաղել, ով մենակ մնաց, կասեր, միջև իրիկուն չի կարա ապրի, էլի, շոքը նենց է տալի, վառում մարդ մահանում է, վռանց եկա բանը կապոտը բացի, նայեցի տեսա տրամլյորի պրողուդը պոկվել է, ուրախացա, կպցրի ու ճամփան գա, վերջը եկա հասա այդտեղ միտեղ, այդ գյուղում չարժով հասա։ Դժբախտ պատահարը փոխեց պարոն Խաչիկի կյանքի ընթացքը նրան գամելով անվասայլակին, սակայն նույնիսկ ծանր հիվանդությունը չխլեց նրանից ներքին ուժն ու ապրելու մղումը։ Այսօր նա ապրում է անցյալի հիշողություններով, որոնք շարունակում են կենթանի մնալ իր մտքում, երբեմնի երկար ճանապարհներից, արկածներով լի երիտասարդությունից ու աշխատավայրում ձեռք բերած փորձից։ Այդ հաջողությունները դարձել են նրա ներաշխարհի անբաժանելի մասը։ Սակայն առօրյան միայն անցյալով չի պայմանավորվում, ապրելու իմաստ են դարձել նրա սիրելի կատուները, որոնց խնամքով զբաղվում է առանձնակի հոգատարությամբ։ Կատուններով եմ զբաղվում, էտա, եթե սրանք չլնեն մի ինֆարկտը տվել էր, կատուն չի թողում, որ մարդ սրտային լինի ինֆարկտը, սրանք ինձ ուժ են տալի, էներգիա են տալի այս կատունները, ես երբ որ իրանց հաց եմ տալի, ես հաճույք եմ ստանում, ճիշտն ասած ես գյուղում ոչ մեկը կատ մի հատ չի տալի, չի նայում էլի, մեղքս գալիս է, մի հատ կատումն է իստեղ, ես բանը շատ ուժեղ կատու էր, գնում էր ես կողքի ես հարևանության, ինչքան ջուտ մուտ բռնում էր, բերում էր իրա ջուտերին ստեղ, դե սրանք շատ են, բերում էր լսնում դեմրներ ու ուտում են, երևի շատ բերեց, ինձ ասին, բա այդ կատմին ռադարը, ասի որ ռադան եմ, իմ կատունա, դուք ձեր ջուտերին պահեցեք, որ չգա տանի, ասին սպանելու ենք, ասի մեղքը ձեր վիզը, ուզում եք սպանեք, ուզում եք մի սպանեք, վերացրին այդ կատմին, էլի են կատու վերացրել, իմ կատուններին վերացնում են, էլի սրանք կատու սպանող ջուղը, այդ բանը իմ դուրը չի գալի, էլի, ուրիշ տեղ էր Եվրոպա, մարդիկ, որ հացը ուտում են, ավելցուկը բերում են մի հատ ամանի մեջ, տենում են շուն կատուա, դնում են դեմը ուտում ճամփի վրա, էլի, իսկ ստեղ չէ, ստեղ հաց չեն տալի։ Այս ամենի հետ մեկտեղ պարոն Խաչիկը երբեք չի կորցրել հավատը խոսքի ուժի հանդեպ, անգամ կյանքի դժվար փուլերում ընտրել է լավատեսությունը։ Հավատում է, որ բարությամբ կարող է փոխել մթնոլորտը, անգամ բուժել հոգին ու ուժ ձեռք բերել առաջ շարժվելու համար անկախ պայմաններից։ Խոսքը ուժ է, էլի։ Եթե ես ասեմ, վայ, մեռնելու եմ եսա, նախ արդեն կամաց մեռնում ես։ Ես ասես
լավ եմ, ցավերն էլ հա, չէ, ուզում եմ ասեմ ցավերն իմ պետք է ասես, այստեղ էսա ցավում, այնտեղ էսա ցավում, ավելի շատ է ցավում։ Դե ասես ոչ մի տես էլ չի ցավում, ես առողջ եմ, լավ եմ, ման էլ գալիս եմ, մանը առաջ սեստերից միջև գյուղամեջ ոտով գնալուս եմ եղել։ Պրոստը մի քիչ համծերացել եմ 20 տարի էլի առաջ։ Համել որ մի քիչ ցավերս ուժեղը հավես չեմ անում։ Ճիշտն ասած չեմ ուզում ման գամ, որ մարդիկ ինձ կենան ես վիճակին ման եմ գալի էլի սենց։ Պարոն Խաչիկի համար կյանքի ամենաբարձր արժեքը եղել ու մնում է արժանապատվությունը տարիների փորձով, տեսածով ու ապրածով ձևավորված աշխարհայացքով, նա վստահ է, որ ոչ մի նյութական բարիք չի կարող փոխարինել ազատ ապրելու իրավունքին ու մարդ մնալու կարողությանը։ Նրա խոսքով փողը կարող է ժամանակավորապես լուծել խնդիրներ, բայց ավելի կարևոր է ինքնությունը, համոզված է։ Ապրում է համեստ, բայց լիարժեք կյանքով իր սկզբունքներին հավատարիմ մնալով։ Ոչ մի ղեկավար ինքնուրույն չի ղեկավարում, իրան ասում են ինչ արա, նրանք էլ անում են։ Եվրոպա, Ամերիկա, ամեն տեղ էլ։ Այս աշխարհը կառավարում է եվրейները, ջհուդներն են կառավարում, այնքան փող ունեն, սաղին առնում են, ու ասում են պետք է ոնց ասենք անենց անես, որ փողը տաբել են արդեն, դու չես կարող հատկազանես, դու իրանց արդեն ձեռի մեջ ես։ Իրանք ինչ ուզեն քեզ կանեն, ուզեն հենց վարկյանական վերջդ կտան, եթե դու ծախվել ես, ուրեմն տենց էլ ծախու պետք է մնաս, դավաճան պետք է մնաս, իսկ եթե մարդ ես պետք է չգնաս փողը վեկալես, փողի համար մարդիկ դավաճան են դառնում, փողը ինչ է, ձեռի կեղտ է, ավելի լավ է սոված ծառա մնաս, բայց մարդ ես, ազգային ես, ազգասեր ես, մեր հայ ազգից լավ ազգ աշխարհում չկա։ Այսօր հետադարձ հայացք գցելով անցյալին ասում է, եթե նորից սկսեր կյանքը կրկին նույն ընտրություններ անելու, ընտրելով համեստ կյանքն ու պահելով արժանապատվությունը։ Պարոն Խաչիկը շարունակում է ապրել հավատով, որ աշխարհը դեռ կարող է փոխվել դեպի լավը, որ բարին վերջի վերջո կհաղթի, եւ հենց այդ հավատն է նրան ապրելու ու առաջ գնալու ուժ տալիս։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Զորականից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։